Կառավարությունը մտադիր է կրկնակի բարձրացնել միկրոբիզնեսի շրջանառության տարեկան շեմը, նաև հրաժարվել շրջանառության հարկից, անցնել ավելացված արժեքի հարկի համակարգին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե միկրոբիզնեսի համար տարեկան 24 միլիոն դրամի շեմը մտադիր են բարձրացնել, կրկնապատկել այն դարձնելով 50 միլիոն դրամ։ Ըստ Փաշինյանի, շրջանառության հարկի համակարգը չի նպաստում բիզնեսի խոշորացմանը եւ հաջողությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել եւս մեկ տարանցիկ բեռ։ Ուղարկվել է հացահատիկով լի 10 վագոն, ընդհանուր առմամբ 700 տոննա, եւ ալյումինով լի 2 վագոն, ընդհանուր առմամբ 133 տոննա։ Մոտ 3 ամիս առաջ էկոնոմիկայի նախարարը հայտնել էր, որ օրինակ Հայաստանը կարող է Ադրբեջան արտահանել ալյումին, ալյումինի փայլատիթեղ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբոր որդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն։ Այս մասին հայտարարել են դատական նիստի ընթացքում։ Երևանի Միասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի վարորդ 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Սոցցանցերում տեսանյութեր տարածվել, որտեղ 19-ամյա երիտասարդը Միասնիկյան պողոտայում անկանոն վարում էր իր Mercedes մակնիշի ավտոմեքենան, վազանց կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում ավտովթարի պահը, նկարահանվել է։ Եվս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցության վթարի տեսանյութը ու զվարճանում։ Մայիսի 7-ին նշվում է ռադիոյի օրը։ Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը 1895 թվականին ցուցադրեց առաջին ռադիոընդունիչը եւ առաջին անգամ ռադիոհաղորդագրություն ուղարկվեց հենց մայիսի 7-ին։ Հայաստանի ռադիոն հեռարձակումները սկսել է 1926 թվականին։ Ռադիոն մեծ հեղափոխություն բերեց հաղորդակցության ոլորտ, հնարավորություն տալով տեղեկատվությունը փոխանցել մեծ հեռավորությունների վրա առանց լարային կապի։ Այն կարևոր դեր խաղաց գիտության, մշակույթի եւ լրատվության զարգացման մեջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։